Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ, ընդամենը 3 կամ առաջի օրը հնչած այլևս այս Չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածին, որը իր խորքով, իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով պարզապես մեզ համար Պրագա 2-ն, այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին հոկտեմբերի 6-ին, ստորագրելով, համաձայնելով հանձնել Արցախը, հանձնել մեր հայրենիքը թշնամուն, ուղղակի թշնամուն, մեր հայրենիքը հանձնելով ոչ միայն հողը, այլ մեր հայրենական ժառանգությունը, մարդկանց, շիրիմները, սրբավայրերը եւ ամենը։ Եվ այո, այս օրերին այս խաղաղության պայմանագիր կոչված, ճակերտավոր ասած, այս չարիքի մեջ, նաև չարիքով ավելի ճիշտ, նաև այսօր տեղի ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2, այսինքն հանձնելու բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ։ Եվ ինչ էր ասում, մենք տեղեկություն ունենք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին եւ ասել, որ հայտարարությամբ պիտի հանդես գա կամ դիմումով հանդես գա եւ այսպես դիմելով ժողովրդին կամ ինչ որ կերպով ժողովրդին հաղորդակից դարձնելով, որ այդ պայմանագրի հիշում եք 17 կետեր այլևս որոնք վերջին 2-3 կետերը համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են եւ այլն եւ այլն։ Եվ սակայն ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական, ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջի այլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը եւ անդրադարձը համարժեք չլինի, նախ արտգործնախարարի շուրթունքներով եւ ապա թշնամու արտգործնախարարի շուրթունքներով հայտարարվեց այդ մասին եւ ապա նա ստախոսը լրագրողների հետ ոտքի վրա այսպես իմիջի այլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք, բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են եւ ինչ էին այդ կետերը միջազգային կամ եվրոպական դատարաններից դատերը հետ քաշելը այդքան գովերքված եվրոպական դիտորդներին կամ իրենք բնութագրած երրորդ ուժի ներկայության ողջ սահմանագծից հետ քաշելը Ադրբեջանի հետ սահմանագծից, որի սահմանները ճշտված չեն որևէ կերպ եւ չեն էլ ճշտվելու բնականաբար, այլ միայն հանձնվելու է Հայաստանից տարածքներ, մեր հայրենիքը կտոր-կտոր ինչպես տեղի է ունենում եւ ինչպես ասացի, միջանցքը եվրադատարաններից դատերի հետ քաշելը եւ նաեւ այդ եվրադիտորդների ուղղակիորեն չգոյությունը սահմաններ, որը այդքան գովերքում էին, փառաբանում էին եւ համարում էին որպես ինքնիշխանության եւ այլ այսպես զավեշտալի բնութագրումների արկայություն մեր կյանքում։ Ուրեմն եւ միևնույն ժամանակ ասում է, որ ժողովուրդը ամբողջությամբ տեղյակ է, ժողովուրդը ոչ մի բանից էլ տեղյակ չէ։ Ուրիշ հարց, որ դուք զանազան առիթներով այս կամ այն կերպով այդ բոլոր կետերը ինչ որ ձևերով մոլորեցնելով, մեկնաբանելով, խաբելով, խաբխփելով առանց որևէ կոնկրետ բանաձևումների տեքստային ներկայության փորձել եք փոխանցել, ինչպես այս վերջինը արեցիք, ինչպես այս 3 կամ առաջին օրը խոսեցիք այդ մասին։ Եվ հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերքում եք, հրապարակես ուղղակիորեն գրավոր տեքստով ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդը իսկապես ծանոթ լինի։ Կամ ելնես եւ բարբաջես, խոսես, ուղղակիորեն խոսես, կետ առ կետ ընթերցելով եւ կարդալով, որպեսզի այլ որևէ ձևով ձեր սիրած բառով մանիպուլյացիաների մեր արտահայտության մոլորեցնելու,
որևէ առիթ չստեղծել խարդավանքի, մոլորեցման, ստի որևէ առիթ չստեղծել եւ մեղքը նորից որևէ մեկի վրա չդնես։